Երկու օր առաջ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց եւ արգելվեց նրա ելքը երկրից։ Ինչու է այս ամեն ինչը իրականացում, ինչ վտանգ է ներկայացնում եպիսկոպոսած ժողովը, որ ամեն ձև փորձվում է խոչընդոտել նրանց ելքը երկրից, որովհետեւ դրանից առաջ էլ եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց։ Ինչ վտանգ եք դուք տեսնում այդ եպիսկոպոսած ժողովից եւ արդյոք անարմար չեք զգում, եւ կաթողիկոսի նկատմամբ ամեն դեպքում ձեր իշխանության ժամանակ քրեական վարույթ է նախաձեռնվում եւ այս օրերին Հայաստանում էր նաեւ ադրբեջանցի քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ սրան զուգահեռ Ալիևը խոսում է այն մասին, որ չի վերադարձնելու գերիներին, այդ թեման իր համար այլևս փակ է եւ նրանց հանցագործ է անվանում այն իրավիճակում, երբ Ջեյդի Վենսը եկավ Հայաստան, խոստացավ, որ հարցը կբարձրացնի եւ փաստացի հարցը լուծում չի ստանում, արդյոք սա խոսում է այն մասին, որ ավելի հանգամանալից հարցը չի քննարկվել նրա հետ կամ ինչ բացատրություն դուք ունեք, երբ խոսվում է խաղաղության մասին, քաղաքասարակության ներկայացուցիչներ են գալիս Հայաստան եւ սրան զուգահեռ Ալիևը փորձում է ասում է, որ այդ հարցը փակ է եւ գերիների վերադարձ չի լինելու։ Ինչ վերաբերվում է քրեական գործերին կամ իրավական գործընթացներին, դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության ուրեմն վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Եթե ձեր հարցն մասին է, որ ինչու եք փորձում ամեն կերպ խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովը կամ ձեր իշխանության օրոք Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցում, մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Սա է ձեր հարցի պատասխանը, եւ եթե կա ուրեմն իրավական process հարուցելու անհրաժեշտություն, այդ իրավական process-ը պետք է հարուցվի անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, մեր ամենօրյա աշխատանքն է, մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը եւ նաեւ դուք տեսնում եք դրա արդյունքները։ Իհարկե ոչ մեր ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեր ցանկալի ձևով, բայց ամեն դեպքում զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, դրան զուգահեռ նաև մենք ունենում ենք հաջողություններ, հետևաբար ես կխնդրեմ գերիների թեմայի վերաբերյալ ուրեմն իմանալ վստահաբար, որ ամենօրյա աշխատանք է տարվում այս իմաստով եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, իսկ խոսույթը ելի եմ կրկնում, բազմաթիվ իրավիճակներում խոսույթը չի համապատասխանել մեր ակնկալիքներին, բայց հողի վրա մենք ունեցել ենք թեև փոքր, ինչու ոչ միայն փոքր, նաև մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Դուք ասում եք, որ իրավական գործընթաց է տեղի ունենում, բայց ամեն դեպքում դրան նախորդել էր Փաշինյանի հայտարարությունը, նա ասել էր, որ ուժեղ հակազդեցություն է լինելու եւ եպիսկոպոսատ ժողովը չպետք է կայանա, կաթողիկոսություն ուզում են տեղափոխեն եւ այլն։ Արդյոք սա ուղիղ հրահանգ չէ իրավապահ համակարգին։ Ես շարունակելով պարոն Հովհաննիսյանի միտքը, նույն տրամաբանությամբ, տեսեք, ինչ է նշանակում փորձում են խանգարել կամ դա վերաբերում է ցանկացած, այսինքն եթե ՀՀ քաղաքացու չի կատարում դատական վճիռը դատական ակտը, իրավական տեսանկյունից որևէ չէ, հենց օրենքի առաջ ինքը պատասխանատու եւ գնահատական է ստանում։ Հիմա դա նույն գործընթացն է եւ որևէ կերպ պետք չի դարձնել աղմուկ, որ դա ինչ որ ձևով հրահանգ է կամ կատարվում է եւ այլն։ Եվ բացի այդ, եպիսկոպոսատ ժողովը ինչու է որոշվել կամ ինչու է հենց Հայաստանի Հանրապետությունից դուրս տեղի ունենում, սա էլ է հարց, որը պետք է նաեւ ուղղեք հենց տվյալ անձին, այլ ոչ թե այստեղ բարձրաձայնի։